Դեկտեմբերին առաջյուն օդերևութաբանների կանխատեսումները Հայաստանի տարածքի մեծ մասում իրականություն չդարձան։ Նորմայից բարձր ջերմաստիճանը կպահպանվի, սակայն եղանակը հուսախաբ չի անի բարձրալեռնային հանգստավայրերում, Ջերմուկում, Ծաղկաձորում ու Աղվերանում հյուրանոցային համարներ ամրագրածներին։ Ձյան ծածկը չի հալչի։ Դեկտեմբերի վերջին եղանակը կլինի գրեթե նույնպիսին, ինչպիսին այսօր է, այնպես որ իրենց սրտին հաճելի եղանակ կգտնեն թե ձյուն սիրողները, թե նրանք, ովքեր չոր ասֆալտ են սիրում։ Ձյուն ներկապային ձեր նշված վայրերում կա եւ այնտեղ կլինի, որովհետեւ մենք տեղումների պակաս չենք ունենա։ Ձյան լինելու ու չլինելու պահը միայն վերաբերվում է հանրապետության հովտային գոտիներին։ Նշանակում է արդյոք, որ կրկին ավտոճանապարհներ կփակվեն, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ կվթարվեն։ Այդպիսի դեպքեր արդեն եղել են։ Այս ծառնա ծառել կեն։ Տաղ անվադողերը քյաչալա, հեսա։ Հետևի անվադողն էլ լրիվ քյաչալ։ Ռուլը թեքնիկ մի քիչ։ Փորձում ենք հասկանալ, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ճանշինների փոխհարաբերություններում։ Բավարարում է արդյոք ֆինանսավորումը։ Պատրաստ են արդյոք ձյան առատ տեղումներին։ Մեր այցելած ճանապարհաշինական ձեռնարկություններում պնդում են, ճանապարհներ չեն փակվի, աղ ու ավազի բավարար քանակ ունեն։ Ավազը, աղը մենք ժամանակին կուտակում ենք, ինչքան որ մեզ անհրաժեշտ է, տեխնիկան էլ ավելին։ Մենք գիտենք, որ մեր մոտ ինչ կլիմայական պայմանները Արտադիր կերպով ինչքան մեզ պետք է այդքան կուտակում։ Ուրիշ տեղալ է, ասենք լիներ Աբովյան, վերջ է, քաղաքին մոտիկ համարացան դաշտում, հիմա կարիք էլ չեն զգացի, որ մեխանիզմ անելու։ Կարիք լնելու դեպքում, ասենք, ձոնը եկելած կուտակել է, այս մեքենաներով անում ենք, շան են տալում են։ Վերն ընդհանրապես վերցնեսին ողող խանգարի միջը խանգար տրանսպորտ։ Մեքենան գնում է, ավազը շախ տալով գնում է, Հետևից գալիս են ոչ զիջում են, ոչ բան։ Այդ արագությամբ գալիս խփում են մեքենային։ Գալիս են հայում են։ Թեև սա է պատճառը, որ ճանապարհներ սպասարկող կազմակերպությունները ձյունից մաքրված մայրուղիներ խոստանում են պայմանով, որ ջերմաստիճանը չիջնի 20-ից։ Ցրտի պայմաններում աղի արդյունավետությունը ցածր է։ Առաջարկում են անցնել մերկասառույցի դեմ պայքարի խորհրդային մեթոդին։ Աղը իր հատկությունը կորցնում է 5 աստիճան ցրտի դեպքում։ Աղը ոչ մի բան չի տալու։ Առաջ բանը միավորում է մեր մինիստրությունը կազմակերպել աղաջուր էինք ստանում եւ լավ արդյունք էր տալիս աղաջուրը ներկասառույցի ժամանակ։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում համամիտ չեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ օդի ջերմաստիճանը 7-ից ցածր է, աղի լուծույթը չի հալեցնում ձյունը։ Գիշերային ժամերին այն վերածվում է սառույցի։ Սա նախարարության եւ ճանապարհաշինարարների միակ հակասությունը չէ։ Տնտեսվարողները բողոքում են տրանսպորտային հնացած պարկից աջակցություն ակնկալում։ Նախարարության գրավոր պատասխանում այլ բան է ասվում։ Նախարարությունը ճանապարհների պահպանման մրցույթին մասնակցելու համար առաջադրում է տեխնիկական պարկին վերաբերող իր բարձր պահանջները, ինչը բացառում է տեխնիկապես անպատրաստ կազմակերպության հաղթելու հնարավորությունը։ Ճանապարհաշինարարական ձեռնարկությունն սեփական ձեռնարկություն է, պետությունից ոչ չի ակնկալել չի։ Անի տարեկան է ձեր տեխնիկան։ Դե 20-ից ոչ պակաս։ Պետությունը ինչ կարող է անել։ Կամ էլ դոդացերներ տա, վարկեր երկարաժամկետ տրամադրեն, որ կարողանանք նոր տեխնիկաներ ձեռք բերել։ Առավել իրատեսները սակայն նախարարությունից ոչ թե էժան ու երկարաժամկետ փող են ակնկալում, այլ աջակցություն տեխնիկայի նորոգման կետերի ստեղծման հարցում։ Մեկ ծանր տեխնիկայի գնման համար ծախսվելի գումարով կարելի է նորոգել ու սպասարկել ճանապարհաշինական ձեռնարկության տրանսպորտային ողջ պարկը, պնդում են նրանք։ Առավել եւս, որ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ պայմանագրերը կնքվել են 2010 թվականին, հնգամյա ժամկետով եւ ֆինանսավորման ֆիքսված չափով։ Գները աճել են, ֆինանսավորումը ոչ։ Լեռնային գոտիներում ճանապարհի 1 կիլոմետրի ձմեռային պահպանման գինը 325,000-ից 750,000 դրամ է, կախված մրցույթը շահած կապալառու կազմակերպությունների ներկայացրած գներից։ Ցածրադիր գոտիներում այն տատանվում է 100,000-ից 250,000 դրամի սահմաններում։ 5 տարով շահել ենք, 5 տարվա բանը փոփոխություն չի ելել պայմանագրի։ Դիզ վառելանույթը մենք պայմանագիրը կապել ենք 4 տարի առաջ։ Մենք լիտրը արժեր 300 դրամ, այսօր արդեն լիտրը հասել է 470-500 լիտր, 200 դրամ լիտրի մեջ թանկացել է եւ նույն գումարով պետք է կարողանանք մենք ճանապարհները սպասարկել, դիզ վառելիքի խնդիրն է, վառելանյութի, սա յուղերը, որը սարսափելի տարբերություն է։ Ամեն օր փոփոխություն ալու։ Ես ինչ հաշվարկ կարող եմ անել ամեն օրվա այդ ծավալի հաշվարկանը, որ ասեմ ինչքան է պետք։
Անսահման է պետք։ Եթե չվերանայեցին, չեք մասնակցել։ Այդ դեպքում ինչպես է, որ տարեսկզբին, ասենք, Մեղրիի ճանշինը կարողացավ հաշված ժամերի ընթացքում մաքրել 1.5 մետրանոց ձնածածկը, հայտնի չէ։ Ճանշինների ֆինանսավորման դրույքաչափի փոփոխության հնարավորությունը քննարկվում է։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում խոստանում են Ֆիննախի հետ քննարկել նաեւ գնաճի դեպքում ճանշինների վերաֆինանսավորման հարցը։ Գուցե դրանից հետո ճանշինները լռեն։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրիկանյան, Սուրան Գյուն։